Նախ բիզնեսը ինքը ռիսկ է, իսկ խաղերի ստեղծման բիզնեսը ստեղծագործական աշխատանք է, ինքը այդ ռիսկը անգամ 10 անում։ Դու շատ սրտան, շատ հավեսով այդ պրոյեկտը անում ես, հավատում ես դրան եւ ինքը չի ստացվել։ Հետո պետք է նորը փորձել։ Ու շատ կարևոր է, որ ոչ մի դեպքում չանես այն պրոյեկտը, որին չես հավատում։ Գեյմ դիզայները խաղերի նախագծողն է, որը նույն ֆունկցիաներն ունի, ոնց որ ասենք օրինակ ճարտարապետը շենքի կառուցման մեջ։ Սկզբից մենք միշտ կարևորել ենք մարդկային հատկանիշը ու ասել ենք, որ մարդը լինի, մասնագիտականը բարելավենք, հա, որ AI եկել է, մեր բոլորի աշխատանքը տանում է ու մենք վաղը չգիտենք ինչ ենք անելու, ընդհանրապես ես դա չեմ տեսնում մեր ոլորտում։ Շարունակում ենք մեր Business Challenge ոդկասթների շարքը, ոդկասթներ, որտեղ մենք խոսում ենք հատկապես փոքր ու միջին բիզնեսի մասին, վերհանում դրա առանցքային խնդիրները։ Մեր հյուրերը իրենց պատմություններով օրինակ են դառնում գուցե ձեր առաջին, գուցե ընթացքային քայլերի համար։ Մեր այսօրվա հյուրն է Nur Games ընկերության հիմնադիր Նարեկ Աղեկյանը։ Բարև ձեզ, Նարեկ։ Բարև ձեզ։ Նարեկ ջան, արդեն ձեր ընկերության անունը հուշում է, որ զբաղվում եք խաղային ոլորտի ծրագրերի, խաղերի ծրագրավորմամբ, իրականացմամբ եւ կուզենամ ձեզ խոսքը փոխանցելով ավելի մանրամասն ներկայացնեք ձեր ոլորտը, ինչքան ժամանակ է որ բիզնեսը գոյություն ունի եւ որ փուլում եք հիմա։ Բարի։ Շնորհակալություն հրավերի համար։ Մենք զբաղվում ենք իրոք խաղերի ստեղծմամբ։ Ընկերությունը հիմնադրվել է 15 թվականին, այսինքն այս տարի մեր 11 տարեկանը կլրանա, թիմը կա 14 թվականից եւ մենք ստեղծում ենք մոբայլ խաղեր, այսինքն հեռախոսների, պլանշետների համար եւ բոլոր այն խաղերը, որ մենք ստեղծում ենք, դրանք մեր մտքի, մեր կարճ ասած դրանք պատվերներ չեն, մեր պրոդուկտներն են։ Բայց հենց սկզբից է այդպես եղել, թե սկզբից որպես ընկերություն նաև կատարել եք ուրիշ ընկերությունների պատվերներ։ Ամենասկզբից որ սկսում էինք, հաստատ որոշել ենք, որ մեր միսիան այն է, որ մենք մեր խաղերը ստեղծենք, բայց քանի որ ռեսուրսներ չկար, հա, մենք գնացինք այն ճանապարհով, որ պատվերներ անենք, որի միջոցով գումարով գիտելիք կկուտակենք, որը հնարավոր կդարձնի արդեն անցնել մեր պրոդուկտների ստեղծմանը։ Իսկ այդ սկզբի շրջանում, որ բացում եք ընկերությունը, ստարտային կապիտալի խնդիր ունեցել եք, ո՞նց եք հաղթարել այդ պահը։ Դե սկզբից ես ֆրիլանս եմ արել, հա, այսինքն ես ինքս պատվերներ էի անում, հետո պատվերները շատացան, մեծացան եւ ոնց որ քանի որ պատվերներ կար, դա արդեն ոնց որ ենթադրում էր, որ գումար ունենք ու հակառակը մեզ մարդիկ են պետք, ու տենց առաջին շրջապտույտի մեջ էր գտնվում, գեներացվում էր, թիմ հավաքվեց եւ որոշվեց ընկերություն հիմնել։ Այսինքն մինչեւ բիզնեսի հիմնումը դուք ոլորտային մեծ փորձառություն եք ունեցել, ինչ որ տարիների քանակ աշխատել եք տվյալ ոլորտում եւ նոր որոշել եք ձեր ընկերությունը հիմնել։ Այո, երկար դրանից առաջ աշխատել եմ ծրագրավորող, հետո անցել եմ խաղերի ծրագրավորմանը ու տենց մնացել եմ խաղերի մեջ, որտեվ ոլորտը շատ է դուրս եկել ու տենց արդեն 13 տարի այս ոլորտում եմ։ Ինչով է առանձնահատուկ ոլորտը մյուս ծրագրավորման ոլորտներից։ Նախ քո սարքածը գեղեցիկ է ու աշխատանքիդ արդյունքը վիզուալ տեսնում ես։ Երկրորդ ազատությունը անհամեմատ մեծ է, որովհետև ինքը շատ ստեղծագործական ոլորտ է ու դու ստեղծում ես նոր աշխարհներ ու այդ աշխարհները հեչ պարտադիր չի, որ մեզ այս շրջապատող աշխարհի օրինաչափություններով շարժվեն։ Ասենք խաղերի մեջ կարա գրավիտացիան 180 աստիճան բան լինի, պտտվի, այլ անկյան տակ, հա, այսինքն այդ ազատությունը, այդ ստեղծագործականությունը մի կողմից, մյուս կողմից քանի որ ազատությունը մեծ է ու ամեն օբյեկտ ինչ վարկ ասես կարա խաղի մեջ, խաղային ծրագրի մեջ դրսևորի, դա նաև բերում է դժվարություն։ Գումարած դրան ոչ միայն օբյեկտների վարքերն է անդադ փոփոխվող ու տարբեր,
Նաև խաղը ինքը համարվում է բարձր արագագործությամբ ծրագիր, որպես ծրագրավորման product, որովհետև խաղը 60 անգամ մի վայրկյանում պիտի հաշվարկներ անի, որ հաջորդ պահին էկրանում ինչ է նկարվում, որոշվի։ Հարդի ռեսուրս վերցնելու տեսանկյունից էլ։ Այո, դրա համար ոնց որ լիքը ինժեներական խնդիրներ կան, որ պետքա լավ լուծել, հետաքրքիր լուծել, ու այդ ամեն ինչ աշխատանք շատ հետաքրքրացնում է։ Նարեկ, խոսեցինք, որ փորձառություն ես ունեցել տվյալ ոլորտում, բայց կուզենայի լսել քո կրթության մասին, համալսարանական կրթության ճանապարհ ես անցել, մենք զրուցեցինք դրա մասին, կուզենայի մի փոքր մանրամասնես ու ինչ դեր է խաղում համալսարանական կրթությունը բիզնեսում, օգնում է թե խանգարում է։ Ես ֆիզիկոս եմ մասնագիտությամբ, համալսարանական կրթությունը կարծում եմ օգնում է, տարբեր պատճառներով է օգնում, նախ խաղերի ոլորտը ինքը գիտելիքահեն ոլորտ է, այսինքն պետքա այնտեղ որպեսզի խաղ սարքես, այնտեղ գիտությունն է, ինժեներությունն է, արվեստն է, բոլորը իրար հետ միտեղ պետքա սինխրոն ներդաշնակ համադրված լինեն։ Այո, այդ առումով է նաև դուրս գալիս, որ այն գիտելիքները, որոնք որ ես համալսանում սովորել եմ, չնայած հիմա ֆիզիկոս չեմ աշխատում, բայց այդտեղից բազմաթիվ գիտելիքներ ֆիզիկայի, մաթեմատիկայի պետք են գալիս։ Սա մի բան է, որ օգնում է։ Երկրորդը համալսարանական կրթությունը ընդհանուր զարգացածություն է մի կողմից, մյուս կողմից այդ ընթացքում դու բազմաթիվ խնդիրներ ես հաղթահարել, դժվարություններ ես հաղթահարել ու սովորես քննություններ օրինակ ամեն կիսամյակ դիդլայնի նման process-ներ են։ Ու եթե լուրջ ես մոտենում այդ քննությունները, դրանք բավականին բարդ են ու եթե սովորես որ քննություններ 10 կամ իմ դեպքում նաև տեխնացուական թեզը, որ բավականին մեծ դժվարություն ա եղել, հա, այդ երբ որ դրանք դու հաղթահարում ես, դա ձևավորում է քեզ որպես մարդ։ Հա, պաշտպանել է սիզմատ գիտությունների տեխնացուությունը։ Այո։ Այդ ամեն ինչը ես հետ նայելով շատ կարևոր եմ համարում այսօրվա իմ աշխատանքային եւ ընտրության մեջ եւ անցած ճանապարհի արդյունքների գրանցման, այսինքն այդ գիտելիքը ինչքան ազդել են արդյունքների վրա, որ հենց բիզնեսում որոշումների կայացման վրա ինչ դեր է խաղում, դրական թե բացասական, կա ինչ-որ տեղ որ բացասական կարաս ասես։ Չեմ կարծում։ Գոնե ես չեմ նկատում։ Իմ համար դժվար է ասել։ Նարեկ, ինչու որոշվեց Նուր Games դնել ընկերության անունը։ Երկու պատճառով, մեկը այն որ դա մեր հայկական սիմվոլներից մեկն է ու իմ համար կարևոր էր որ հայկական կտոր լինի հայկական ընկերության մեջ, բացի դրանից նաև սիմվոլիզմն է բազմահատիկավոր խումբ, հա, եւ մյուսը բառի կարճ եւ հիշվող լինելը։ Հա, անգլերեն նոր երկու օյով են գրում, այո։ Նարեկ ջան, կա ինչ-որ մեկը կամ երևույթ քո ոգեշնչման համար։ Շատ կան ոգեշնչման համար, ինչ-որ բան կոնկրետ երևի չեմ առանձնացնի, շատ բաներից կարաս ոգեշնչվես։ Նույնիսկ որոշ դեպքում խնդիրներից որ ունես, դրանք են դառնում ոգեշնչման առիթ։ Իսկ բիզնեսում քո ոլորտում ռիսկերը ո՞նց ես գնահատում, ինչ ռիսկերի առաջ ես կանգնած եղել, հատկապես սկզբի շրջանում։ Նախ բիզնեսը ինքը ռիսկ է, իսկ խաղերի ստեղծման բիզնեսը ստեղծագործական աշխատանք է, ինքը այդ ռիսկը անգամ 10 անում, եթե ոչ ավել, որովհետև ամեն անգամ որ դու մի նոր խաղի գաղափար ես ունենում, հա, թիմը երբ որ աշխատում է նոր գաղափարի վրա, դրա հաջողելու հավանականությունը շատ փոքր է։ Այսինքն մենք շատ լավ գիտենք, որ մեր ստեղծած պրոտոտիպերի մեծամասնությունը իրանք շուկայում հաջողություն չեն ունենալու։ Այդ ինչ-որ օրինաչափություն է այդպիսի։ Հա, մեր ոլորտում դա բավականին բնական բան է, երբ որ դու ստեղծագործական աշխատանքով ես զբաղվում, այսինքն անընդհատ նոր գաղափարներ ես ստեղծում, հավանականությունը այն բանի, որ խաղերի նման շատ մրցակցային շուկայում դու կկարողանաս այնպիսի խաղ ստեղծել, որը որ այդ պահին
շատ ավելի լավը կլինի, քան առաջարկվող այլ խաղերը, կամ եթե նույնիսկ շատ ավելի լավը չլինի, լինի բավականին լավը ու տարբերվող եղած խաղերից, շատ բարդ խնդիր է ու մենք թիմում այդ մասը հատկապես նորեկներին անդադ ասում ենք, որ շատ կարևոր է հաշտ լինել այդ մտքի հետ, որ դու շատ սրտանց, շատ հավեսով այդ պրոյեկտը անում ես, հավատում ես դրան եւ ինքը չի ստացվելու։ Հետո պետք է նորը փորձել։ Այսինքն ձեզ թվում է, որ այս խաղը կարող է սեփական մտքերով ստացվի, հետաքրքրության լայն շրջանակ քաշի իր վրա, բայց հակառակն է տեղի ունենում, որովհետև անկանխատեսելի է որոշ։ Սովորաբար տենց է լինում ու շատ կարևոր է, որ ոչ մի դեպքում չանես այն պրոյեկտը, որին չես հավատում։ Այսինքն կամայական պրոտոտիպ, որ մեր թիմը սարքում է, բոլորը շատ հավատում են կամ գոնե բավարար հավատում են, որ այս ոնց որ ստեղ մի հետաքրքիր բան կա ու արժի փորձել, սա կարա շատ լավ խաղ լինի, բայց սովորաբար դա տենց չի լինում։ Կա ինչ-որ մեկը, որ զբաղվում է հենց գաղափարի, խաղի ուղղության, փնտրման ոլորտի, դու ես դրան մասնակցում, ես ենթադրում եմ։ Ես մասնակցել եմ ինչ-որ մի բայ, այդ ինչ-որ մեկը խաղերի թիմում կոչվում է game designer կամ հայերեն խաղերի նախագծող, ընդ որում այդ բառը շատ են խառնում, այդ designer բառը որ լսում են, մտածում են դա վիզուալ մասերի ստեղծողն է, նկարիչն է, մոդելավորողն է, անիմատորն է, այդ ուղղությամբ են գնում։ Մենք ժամանակին որ հայտարարություն ենք տալիս, որ մենք game designer ենք փնտրում, տենց լիքը նկարիչների եւ մոդելավորողների ռեզյումեներ ենք ստանում։ Հիմա լավ է, ահագին ոնց որ շուկան տեղյակ է թե ով է game designer-ը։ Game designer-ը խաղերի նախագծողն է, որը նույն ֆունկցիաներն ունի, ոնց որ ասենք օրինակ ճարտարապետը շենքի կառուցման մեջ։ Ինքը որոշում է թե որը որտեղ պիտի լինի, ինչքան պիտի լինի։ Այստեղ մի հատ նրբություն կա, նրբությունը այն է, որ կոնկրետ մեր թիմում ստեղծագործական թիմ է աշխատում, այսինքն խաղի նախագծողը, game designer-ը բերում է խաղի կոնցեպտը, բայց ամբողջ թիմը ազդեցություն ունի այդ կոնցեպտի փոփոխման ու տանելու այն ուղղությամբ, որ ինքը ավելի հավանական լինի, որ ինչ-որ մի լավ բան կստացվի։ Brainstorm եք անում, անընդհատ մեր թիմում անընդհատ ոնց որ նախ փոքր թիմեր են, որոնք զուգահեռ տարբեր նախատիպերի վրա են աշխատում եւ այդ թիմերը բոլորը իրանց ասելիքը ու խոսքը ունեն, այդ ազատություն ունեն, այսինքն այնպես չէ որ մի հոգի գալիս է որոշում է ինչա պետք անել, մյուսները կատարողներ են, չէ, բոլորը ստեղծագործողներ են ու բոլորը իրանց մեջի այդ հնարավորությունը ունեն իրանց մտքերը փորձելու եւ տեսնելու թե ինչ է ստացվում։ Եթե փորձենք խոսել մի փոքր մարքեթինգի մասին, թե դուք ձեր բիզնեսում ինչ մարքեթինգային արշավներ եք իրականացնում կամ որն է ձեր մարքեթինգային ուղղությունները, կմանրամասնեք ինչ եք անում կամ ինչով եք նաև դրանով աջակցում այլ բիզնեսներին, կա ինչ-որ բաժին, որ ձեր մարքեթինգային գործողությունները նաև աջակցում են այլ բիզնեսներին։ Մեր խաղերը են պրոդուկտները, որոնք որ մենք ստեղծել ենք, մենք աշխատել ենք հրատարակիչների հետ։ Մեր ոլորտում այդպիսի դրանք սովորաբար մեծ ընկերություններ են, որոնք որ հիմնականում իրանք չեն պրոդուկտը ստեղծում, չնայած կարող է ներքին թիմեր ունենան, իրանք էլ իրենց պրոդուկտները ստեղծան, բայց հաճախ իրանք աշխատում են դրսի թիմերի հետ, որոնք որ պրոդուկտը ստեղծում են, իսկ իրանք այդ մարքեթինգն են անում, իրանք գործը հենց այդ խաղը շուկա հանելն է։ Ու մեր բոլոր 4 հաջող պրոյեկտները որ ունենք, բոլորը շուկա են հանվել արտասահմանյան ընկերությունների կողմից։ Outsource է արվում։ Չէ, դա outsource չի, դա համագործակցության մի ֆորմատ է, որտեղ որ իրանք աշխատանքի այդ կտորն են անում։ Մենք ոնց որ պրոդուկտն ենք ստեղծում, իրանք պրոդուկտը շուկա են հանում։ Հասկանալի է։ Եթե փորձենք հիմա խոսել ավելի ոլորտային, ավելի նեղ, որ մեզ դիտողները ավելի լավ պատկերացնեն, թե ինչ տեսակ խաղեր եք դուք նախագծել, ինչով են ձեր խաղերը առանձնանում, տարբերվում մյուս խաղերից, ավելի լավ կլինի դուք պատմեք, որ թյուրիմացություն չեղնի, բոլորը պատկերացնեն ինչի մասին է խոսքը։ Բարի, ժանրը կամ կատեգորիան են խաղերի, որոնք որ մենք այս պահին ունենք,
աշխատող product-ների, դրանք կոչվում են hyper casual խաղեր։ Փորձեմ առանց տենց շատ տերմինների, բացատրել, դրանք պատկերացրեք շատ պարզ, շատ հեշտ ընկալելի խաղեր են, որոնք որ նաև շատ գրավիչ ու շատ հավես է խաղալը։ Եթե համեմատություն անցկացնեմ, ժամանակին կա ինչ է, տենց կոպեկով ավտոմատներ, որ դու կոպեկը գցում էիր, հետո դու երկար տուտորիալներ չէիր անցնում, որ հասկանաս այդ խաղը ոնց պետք է խաղաս, կոպեկը որ գցում էիր, արդեն ինչ-որ գործողություն շատ արագ հասկանում ես, թե ինչ պետք է անես, խաղի նպատակը որն է։ Hyper casual խաղերը երևի պետքա պատկերացնել դրանք, բայց արդեն հեռախոսների ու թաբլետների համար ու նաև դրանց gameplay-ը, այսինքն խաղի մեջ խաղացողը ինչ որ անում է, դրանք շատ նորարարական են ու շատ դուրեկան խաղացող են։ Այսինքն խաղացողը շատ արագ սիրում է այդ gameplay-ը։ Եթե խոսենք, թե էլի կրկին հարցը նրան է վերաբերվում, որ չմտածեն, որ խաղային ոլորտը եւ այլն ձեր product-ները շատ կուզենան, որ դու մանրամասնես, թե ինչ արժեք են ստեղծվում այդ խաղերով։ Արժեքականության մասին կարող ենք, չէ՞, մենք խոսել, որտեղ մենք հասցրեցինք միջև հաղորդում փոխանակվել մտքերով ու հասկացանք, որ տարբերվում է ձեր ընկերությունը այլ ընկերություններից իր նաեւ սեփական product-ներով ու գաղափարախոսությամբ։ Արժեքի մասով մենք պետքա ֆիքսենք, որ այն խաղերը, որոնք որ մենք ստեղծում ենք, դրանք ժամանցային խաղեր են։ Այսինքն բոլոր այն product-ները, որոնք որ ժամանցը ինչ է մարդու համար։ Ենթադրենք մարդը ինչ որ լարված է կամ ինչ որ ազատ ժամանակ ունի, ուզում է ստրեսը մի քիչ թոթափի կամ իր ազատ ժամանակը ինչ որ հաճելի մի բանով լցնի, խաղի արժեքը կայանում է դրանում։ Ծրվել, հանգստանալ, հա, էդ է։ Այսինքն ինչ-որ տենց մեծ գաղափար տենց այդ բանի մեջ չենք փնտրում, չենք դնում, առայժմ գոնե մեր խաղերը միայն ժամանցային են։ Խոսեցինք ոլորտում այլ մրցակիցներ կամ ընկերությունների մասին, կան ոլորտում մրցակիցներ, թե դուք քանի որ ստեղծում եք ձեր product-ը, արդեն ուրիշ ձև է մրցակիցները Հայաստանից դուրս են։ Մենք մրցակցությունը ամբողջ աշխարհով է, այսինքն այս այն ոլորտն է, որ դու չես մրցում Հայաստանի քո մրցակիցների հետ։ Հակառակը այն երկրներում, որտեղ որ զարգացած է այս ոլորտը, իրանց մտածելակերպը սովորաբար այն է, որ մենք մեր երկրով մրցում ենք ամբողջ աշխարհի հետ, որովհետև աշխարհը մեծ է, այնտեղ մրցակիցների քանակը մեծ է ու հարմար է լինում դիրքավորվել նենց, որ տեղի ընկերություններն իրար օգնեն, որպեսզի շանսը մեծացնեն աշխարհում այդ մրցակցությունը հաղթահարելու։ Իսկ մրցակցության մասով ասեմ, որ խաղերում մրցակցությունը շատ մեծ է, ահավոր մեծ է, մենակ մի բան երևի ասեմ, տեսեք խաղերի կա free to play մոդել, նշանակում է անվճար, նշանակում է որ խաղը խաղացողները խաղում են անվճար ու հետո եթե ուզում են խաղի մեջ ինչ-որ բաներ գնել, գնում են, որը պարտադիր չի, եւ կամ խաղի մեջ գովազդ են նայում։ Ոնց է այս մոդելը ստեղծվել մրցակցության մեծանալու պատճառով, որովհետև ժամանակին խաղերը եղել են բոլորը վճարովի։ Այսինքն խաղը ոնց որ մյուս product-ները վճարել ես, հետո գնում ենք մի քանի 11 առաջ, դիսկերով գնում էիր, խաղի լիցենզիա էր ձեռքում։ Այո, դիսկերով էիր գնում, հետո ինտերնետից էիր քաշում, կարող է դեմո վերսիալներ, հետո պիտի վճարեիր, եթե ուզում էիր ոնց որ շարունակեիր խաղալ։ Հիմա էլ կա այդ մոդելը եւ հեռախոսների վրա եւ բանի համակարգիչների եւ խաղային կոնսոլների վրա էլի կարաս վճարես առնես, բայց գնալով այդ մոդելը թուլացել է, քչացել է, որովհետեւ մրցակցությունը այնքան մեծ է, որ մարդիկ անցել են արդեն խաղ անվճար առաջարկելու։ Այդտեղ մի նրբություն էլ կա, հետո հասկացել եմ, որ այդ անվճար առաջարկելը, եթե կարողանում ես ճիշտ խաղը ստեղծել, կարա շատ ավելի շատ գումար վաստակես, էլի, այսինքն եթե օրինակ խաղը ենթադրենք այս պահին ամենաթանկ խաղերը, ասենք, չգիտեմ, ենթադրենք $60 կարգի են, հա, պլյուս մինուս, բայց եթե դու կարողանում ես free to play մոդելով առաջարկես, մի մարդը մի խաղում կարող է հազարավոր դոլարներ ծախսի։ Ժամանակի ընթացքում մի օրում չէ, բայց ժամանակի ընթացքում, այսինքն game as a service, հա, ասենք ոնց որ կա software as a service, որ ծրագիր է, որը ընդհանուր դու այդ subscription-ով օգտագործում ես, խաղն էլ տենց մի բան է դառնում։
Մի խոսքով շատ երկարացրեցի, իդեան այն է, որ դու մեծ մրցակցության պայմաններում ես աշխատում ու մրցում ես բոլորի հետ։ Այո։ Ես ուզում եի հարց տալ բիզնես մոդելի մասին, մոնետիզացիան ոնց է տեղանում, բայց ասացի, որ դա հենց գովազդների դուք եք այդտեղ ձեր մոնետիզացիան, բիզնես մոդելը հիմնված է նաև գովազդների, դիտումների։ Այո, գովազդների կամ խաղում ինչ-որ բանի վաճառքի, օրինակ գովազդների անջատումը վճարովի, մարքետների հիմնական ֆունկցիայի նման։ Եթե խոսենք արդեն բիզնեսի մասին ու նաև այդ խնդիրը պրոյեկտվում է նաև այլ բիզնեսների մեջ, մասնագետների ներգրավման, աշխատակիցների պատրաստման, վերապատրաստման, ինչ փուլում եք գտնվում, ոնց եք ներգրավում նոր մասնագետներ։ Մենք մի քանի շաբաթ առաջ ավարտեցինք Նուր Bootcamp ծրագրամը, դա ինչ է, 2 ամսվա ծրագիր է, որտեղ որ միաժամանակ վերցնում ենք եւ ծրագրավորողներ եւ խաղերի նախագծողներ եւ visual artist-ներ, այսինքն տեսողական այդ կտորների, ստեղծողները, չէ, ասենք մոդելներ են ստեղծում, նկարներ են ստեղծում, այսինքն այդ visual խաղի բաղադրիչները ստեղծող մասնագետներն են visual artist-ները եւ բազմաթիվ, եթե չեմ սխալվում, 50 եւ ավել մարդ կար, որ միաժամանակ սկսեցին այդ ծրագիրը եւ ընթացքում մենք իրանց մենտորություն ենք անում, ինչ որ մաստեր կլասներ, օգնություններ, որպեսզի իրանք սովորեն խաղեր ստեղծել, այդ ընթացքում իրանք 4 պրոյեկտ են անում եւ սովորում են այդ ամեն ինչը անել եւ վերջում ոնց որ լավագույն արդյունքներն ունեցող մարդկանց ինտերվյու ենք անում, որ մեր մոտ վերցնենք աշխատանքի։ Բայց դրանք կլասիկ դասընթացային փուլեր չեն։ Դրանք դասընթացներ չեն, դրանք շատ նման են պրակտիկ աշխատանքի, որտեղ որ դու ունես փորձառու մենտորներ քո հետ, որ քեզ օգնում են ճիշտ աշխատել, որ քեզ օգնում են այնտեղ, որտեղ դժվարություն ունես, չես կողմնորոշվում այդտեղից այդ ելքը գտնել, եւ ինքնուրույն աշխատանքը շատ ենթադրում դա։ Իսկ շրջան եղել է, երբ որ դասընթացներ եք ունեցել կամ դրա վրա է եղել տարբերակ աշխատակիցներ ներգրավելու կամ գալիք շրջանում։ 10 տարի առաջ ունեցել ենք դասընթացներ, մի անգամ ենք արել եւ դրանից հետո էլ չենք արել, որովհետեւ շատ ռեսուրս է տարա, երբ որ դու վերցնում ես մարդու, որ տենց կյանքում երբեք ոչ մի խաղ ոչ սարքել է, ոչ էլ գուցե այդ ուղղությամբ մտածել է ու գնում ես հասցնում ես նրան, որ ինքը դառնա մասնագետ, շատ երկարատևում։ Bootcamp-ը շատ ավելի աշխատող մոդել է, ավելի կենտրոնացած, ավելի աշխատող մոդել է, որտեղ որ արդեն գալիս են մարդիկ, ովքեր ինչ-որ պրոյեկտներ ունեն արած, բայց հələ բավարար հմտություններ չունեն, էլի, որ մասնագետ անցնեն աշխատանքի, ոնց որ այդ վերջի մի կիլոմետրը, որ տենց բաց է, դա էլ իրանց ոնց որ օգնում ես անցնի ու հասնի այն բակարդակին, որ արդեն կարա ինչ-որ միտեղ դիմի ընդունվի աշխատանքի։ Իսկ քո նայելով այդ ֆորմատը հնարավոր է այլ ծրագրավորման խաղային ոլորտից դուրս պրոյեկտել կամ գուցե կա պրոյեկցիա, որ օգնի ավելի հեշտ ներգրավել մասնագետների, կա ինչ-որ ոլորտային տեղեր, որտեղ դա տեսել ես դու։ Սա ճիշտն ասած եկել է նրանից, որ ժամանակին մի անգամ սրա նման ավելի փոքր մոդելով արել ենք ու հասկացել ենք, որ լավ աշխատում, հետո որ մասնագետներ ենք փնտրում, տեսնում ենք, որ մեր ուզած կադրերը դժվարություն ենք ունենում գտնել, եկանք նրան, որ օքեյ, մի անգամ դա արել ենք, աշխատել է, հիմա սկսենք ռեգուլյար անել։ Ու այս ոնց որ ուզում ենք ավանդույթ դարձնենք, վերջերս ենք ավարտել, հիմա ենթադրում եմ գոնե տարին 1 դա կանենք եւ չեմ տեսնում որևիցե խոչընդոտ, որ այլ ոլորտներում չաշխատի, որովհետեւ եթե մենք վերցնում ենք 3 տարբեր տեսակի մասնագետներ, շատ տարբեր բնույթի աշխատանքներ են ու կարողանում ենք 3-ը միասին անել, ես ոնց որ թե ենթադրում եմ, որ դի պրոյեկտը լինի այլ ոլորտներում էլ ու երևի ավելի հեշտ, գուցե եւ ավելի հեշտ։ Բարձր է։ Այս բան խոչընդոտ չեմ տեսնում։ Որ մյուս ոլորտներն է պրոյեկտն է մոդելը, հենց նպատակը նաև մեր հաղորդաշարի են է, որ առանձնահատկություն գտնենք այլ ոլորտում, փոքր ու միջին բիզնեսի, որը կարող է ինչ-որ մարդիկ բիզնեսներ չեն տեսել, որ հնարավոր լինի պրոյեկտել գուցե արտադրության ոլորտում աշխատակիցներ ներգրավելու, եթե այս բային
Եթե շատ լայն վերցնենք, իսկ թվում է, հա, ինչ-որ տարբերություններ կլինի, եթե, չգիտեմ, հոսքագծի վրա արտադրող մարդիկ են։ Ես ավելի շատ խոսում եմ, երբ որ մտածում էի ում համար կար աշխատի, նախ մտածում էի տեխնոլոգիական ոլորտի մասին միայն, եւ հա, երևի տեխնոլոգիական ոլորտի այդ կտորը, որովհետեւ բիզնեսները այնքան տարբեր են, որ դժվար է ասենք, կարան իրենց աշխատանքի մի կտորը նմանատիպ պայմաններ ստեղծեն մարդկանց համար, որ իրենք գան այդ կտորը անեն, սովորեն։ Internship-ի նման է դառնում, թե տարբերվում է internship-ից։ Համարյա բավականին մոտ է, այնքանով է internship-ը արդեն այդ մարդը ընկերության մեջ է, ու ընկերության ամբողջ կոնֆիդենցիալ ինֆորմացիային կամ ոնց որ այն ինֆորմացիան, որ ընկերության աշխատակիցներն են տիրապետում, ինքը տիրապետում է այդ մարդկանց հետ է շփվում, այդ մարդկանց կողքին է նստած։ Սա մենք անում ենք on-line, այդ մարդիկ չեն գալիս, չեն նստում, հա, օֆիսում, բայց անընդհատ ընկերության աշխատակիցների կողմից օգնություն են ստանում, ուղղություն են ստանում, այսինքն, բայց այն աշխատանքը, որ իրանք անում են, մաքսիմում մոտ է ընկերության պայմաններին, այն որ իրանք հետո եթե ընդունում են աշխատանքի, շատ նման ձևի են աշխատելու, շատ նման գործիքներով կամ նույն գործիքներով, որ հետո խնդիր չլինի, որ մի բան սովորացնենք, հետո սկսենք, հետո էլ ուրիշ բան, այսինքն այսօր sense էինք ասել, հիմա դա այդպես չի, այդ խնդիրը չլինի։ Պլյուս ֆորմատի ու բիզնեսի կապարակից կրողն են դառնում այդ ընթացքում երևի որ։ Մի հարցել մասնագետների հետ կապված ու առաջ շարժվենք, դուք առաջնորդում եք մարդկային թե մասնագիտական հատկանիշներով սկզբի շրջանում ընտրելուց։ Սկզբից մենք միշտ կարևորել ենք մարդկային հատկանիշը ու ասել ենք, որ մարդը լինի, մասնագիտականը բարելավենք, հա, ընթացքում։ Բայց ընթացքում եկել ենք այն եզրակացության, որ այդտեղ երկու ֆրոնտում էլ պետք չի կոմպրոմիսի գնալ։ Լավ չի ստացվում, հենց նաև այդ մարդու համար, որովհետև եթե այդ մարդը այդքան չի սիրում կամ այդ մասնագիտությունը այդքան լավ չի ստացվում իր համար, ամենայն հավանականությամբ այդ լավագույն տեղը չի իր գտնվելու համար եւ ինքը ամենայն հավանականությամբ կարա մեկ ուրիշ բան անի, որ իր մոտ շատ լավ ստացվի։ Այսինքն այդտեղ կորուստ է լինում եւ ընկերության եւ թիմակցի այդ մարդու ոնց որ երկուսն էլ շահած դուրս չեն գալիս եւ անկեղծ շատ հավատում եմ, որ ամեն մարդ ունի բազմաթիվ տարբեր բաներ, որ իրանն ինքը շատ լավ կարող է։ Դեռ չի գտել, այսինքն մասնագիտականով եք հիմա սկսել ավելի շատ առաջ։ Ավելի շատ չէ, երկուսն էլ անզիջում, երկուսն էլ պետքա ոնց որ համ շատ համապատասխան լինի մեր թիմին եւ որպես մարդկային որակները շատ բարձր լինեն, համ էլ պիտի շատ սիրի խաղերի ստեղծումը ու դա նաեւ ոնց որ ունենա այդ հակվածությունը ու տաղանդը, որ դա իր մոտ լավ ստացվի։ Նարեկ, եթե փորձենք հատկապես այն սկզբի շրջանի, երբ որ դուք պատվերներ եք վերցնում այլ ընկերություններից կամ հիմա էլ գուցե ինչ-որ մի հատ հիանալի միտք ծագի ձեր ընկերության աշխատակիցների մոտ, կա ինչ-որ պատ սահման, որ դուք այդ օրինակի համար ես խոսքը տանում եմ նրան, որ մոլախաղային ազարտային խաղերի պատվերներ չվերցնեք կամ չի, կա այդ պատը դրած է հստակ տարբերակում, որ չէ, այս մենք չենք անում, ինչքան է դա եկամտաբեր լինի։ Նախ ոլորտները շատ տարբեր են։ Մոլախաղը ու խաղային ոլորտը դրանք շատ տարբեր ոլորտներ են ու շատ հաճախ մարդիկ այդ տարբերության սահմանը չեն գծում կամ չեն զգում ու տեղից խնդիրներ ա գալի։ Այսինքն վատ վերաբերմունք ա գալի խաղերին, որովհետև խաղերը ասոցացնում են նաև ազարտային խաղերի հետ։ Իրականում աշխարհում դա շատ տարբեր է ու խաղային ոլորտի ներկայացուցիչները շատ զգուշ են այդ հարցում, որպեսզի մոլախաղերի հետ չասոցացվեն, որովհետև դա բազմաթիվ նեգատիվ հետևանքներ է բերում։ Իհարկե ֆինանսական առումով շատ ավելի ձեռնտու է, բայց ոնց որ այդ որոշումը պետքա կայացնես, եթե գնում ես այդ առավելությունների հետևից, ուրեմն պետքա այն թերությունների հետ հաշվի նստես։ Մենք մեր ընտրությունն արել ենք, մենք միայն բանա ոչ փողով, հա, խաղեր ենք, այսինքն այնտեղ ոչ մի ազարտային կոմպոնենտ չկա, դա ենք սարքել, դա ենք սարքում, իհարկե դա ուղղակի մեր ոլորտը չի, մենք այդ ոլորտի հետ կապ չունենք եւ մնացած ընդհանրապես պատվերները մեր համար համարում ենք անցած этап, մենք արդեն 8 տարի է ոչ մի բան չենք անում պատվերով եւ այն ազատությունը, որ թիմը ստեղծի այն ինչ որ ինքը հավատում է ու ուզում է, դա մեր համար ֆունդամենտալ կարևոր բան է
ու դա ոչ մի ձև չենք ուզենա զիջենք։ Այսինքն եկել ենք այն этаպին, որ 8 տարի է ստեղծում ենք այն ինչին, որ հավատում ենք, հետ գնալը այդ ոնց որ մեծ downgrade է, էլի, որ ոչ մի ձևի չենք ուզենա անենք, էլի։ Ու փառք Աստծո առիթ էլ չունենք։ Նարեկ ջան, երևի մեզ անպայման դիտողները կուզենան, որ խոսենք AI-ի դերի մասին։ Հա։ Ինչ կան շատ վատ կլինի, եթե մենք AI-ի դերի մասին ցեզ հետ չխոսենք։ Ինչ վիճակում է, ինչ փոփոխություններ է կրել ընկերությունը կամ ոլորտը վերջի մի քանի տարում։ Հա, բոլոր մասնագետները մեր մոտ օգտագործում են AI, բոլորս ենք օգտագործում։ Դա մեր աշխատանքը զգալի արագացրել է, որոշ հարցերում նաև հեշտացրել է, բայց այդ սովորաբար այն վախն ու քաոսը, որ այլ ոլորտներում կա, որ AI եկել է ու մեր բոլորի աշխատանքը տանում է ու մենք վաղը չգիտենք ինչ ենք անելու, ընդհանրապես ես դա չեմ տեսնում մեր ոլորտում։ Մենք ոչ մեկին AI-ով չենք փոխարինել, հակառակը, ուղղակի ոնց որ ոլորտի ցիկլն է կարճացել, մի բան, որ մենք դե ավելի երկար անենք, հիմա ավելի կարճ ժամանակում ենք AI-ը գործիքակազմ է։ Այո, գործիքա, որ անպայման պիտի սովորես կիրառես, բայց ոչ մի վախենալու ու սարսափելի բան չկա, կիրառում ենք, ուզում ենք ավելի շատ կիրառենք, քանի որ այդ գործիքները զարգանում են, մենք էլ դե անընդհատ սովորենք, թե այդտեղ էլ ինչ նոր հնարավորություններ կա, այդ է խոշոր հաշվով։ Նարեկ, մեր հաղորդաշարի հիմքում տրված է challenge-ի մարտահրավերի գաղափարը ու դրա իմաստը այն է, թե բիզնեսները այսօր ինչ challenge-ի առաջ են կանգնած, ով ինչպես կարող է ձեզ օգնել եւ դուք ձեր ոլորտային առանձնահատկությունով ինչպես կարող եք այլ բիզնեսներին օգնել։ Ինչ մարտահրավերի առաջ եք կանգնած հիմա։ Տեսեք, նախ մտածելակերպի հարց է, ես կարծում եմ, որ զուգահեռ հենց որ տեսնում ես մարտահրավեր, պետքա նաև դրա այդ ոնց որ կոպեկի այն մյուս կողմն էլ տեսնես, դա նաև մեծ հավանականությամբ հնարավորություն է։ Ու Հայաստանում ոնց որ կուզենա ավելի ձևակերպենք այդ տեսանկյունից։ Հայաստանում ոչ թե համարենք, որ մարտահրավեր է, որ ոլորտը փոքր է, այլ համարենք, որ հնարավորություն է, որ ոլորտը կարա մեծանա։ Սա օրինակ այդ տեսանկյունից մեր համար շատ կարևոր բան է, ու այդ ուղղությամբ մենք շատ աշխատում ենք, որ ոլորտը մեծանա, կայանա եւ հասնենք նրան, որ Հայաստանը դառնա գլոբալ խաղացող։ Ու Հայաստանում խաղային ընկերությունները բազմաթիվ լինեն, հարյուրներով լինեն, աշխատակիցները այդ ոլորտի հազարներով լինեն, դա մեր համար ոնց որ նպատակային, մենք նույնիսկ ունենք ծրագիր, որ կոչվում է Nur Coaching Program, որ տենց կոնկրետ գործում քայլեր ենք անում, որ հասնենք դրան։ Եվ այդտեղ միանգամից ձեր հարցի պատասխանը կա։ Մենք ինչով կարանք օգնենք ու մեզ ինչով կարան օգնեն։ Մենք օգնում ենք նրանով, որ նոր ընկերություններ ծնվեն ու կայանան։ Ձեզ մրցակից ընկերություններ, բայց փաստենք, հա։ Հիմա տեսեք, շատ հետաքրքիր հարց եք տալիս, մենք դրան չենք մոտենում որպես այդպեսի։ Ոնց որ ասացի, մենք պատկերացնում ենք, որ այդ ընկերությունները մեր մի հատ sense գեղեցիկ բառ կա, կոչվում է co-opetition, competition եւ cooperation բառերն իրար կպցրած, հա։ Այսինքն մենք պարզը հասկանում ենք, որ եթե մենք մի ոլորտի ենք, մի ոլորտի մեջ ենք ու հատկապես product-ները մի նիշային են ծառայում, չենք կարող ասենք, որ մենք իրար հետ չենք մրցում։ Բայց մենք կարանք պայմանավորվենք, որ մենք իրար հետ համագործակցում ենք, մրցելով ամբողջ աշխարհի հետ։ Եթե մտածելակերպը այդպեսին է, մենք չենք համարում, որ մենք մրցակիցներ ենք պատրաստում, մենք համարում ենք, որ մենք պատրաստում ենք մեր ապագա ընկերներին, ում հետ որ տարբեր հարցեր ենք քննարկելու, ու դա մեզ օգնելու է եւ մեզ եւ իրանց ավելի հեշտ լուծումներ գտնել, ավելի խելացի լուծումներ գտնել ու ավելի մրցակցային դառնալ եւ մենք եւ իրանք աշխարհում, որովհետեւ մրցակցությունը ամբողջ աշխարհի հետ է։ Նեղ չդիտարկենք։ Ընդհանրապես պետք է նեղ չդիտարկել մրցակցության հարցը, այսինքն եթե ամեն մեկը մտածի ես իմ իմացածը ինձ պահեմ, որովհետեւ եթե հանգարց մի բան ասեմ, ինքը կիմանա ինձ կհաղթի, ճիշտ հակառակն է լինում, որովհետեւ զարգացած այս ոլորտի զարգացած երկրները բոլորը բոլորին ասում օգնում են, հա, պարզ է ինչ որ գուցե ինչ որ սահմաններից են կողմ ընկերության գաղտնիքները կամ չգիտեմ, բայց հնարավորինս լիքը բան կա որ կարելի է իրար հետ խոսալ շփվել,
եւ մենք մրցակցում ենք փաստորեն երկրների ու ընկերությունների հետ, որոնք ունեն այդ միջավայրը, ու մենք ասենք մտածենք, որ օքեյ, եկեք իրար հետ հանգարց ինչ որ մեկս մի բան չասենք, մենք ուղղակի հայտնվում ենք այն վիճակում, որ մենք իրենց հետ չենք կարող մրցակցենք ու որպես ոլորտ դի վերանանք այս երկրում պրոստը, այսինքն եթե մենք նենց չենք մտածում, որ եկեք իրար հետ համագործակցենք, դա տանելու է նրան, որ ուղղակի մենք մրցակցությանը չենք դիմանալու ու վերանալու ենք։ Ես արի նախաբան տամ, հետո հարցը ձևակերպեմ, հարցը նաև այդ ասած մտքին է շարունակություն, նայ ձեր աշխատագիցները, մասնագետների աշխատավարձային ֆոնդը, գումարները ձևավորվում են հիմնականում դրսից։ Կարելի է նաև դեկովազներ։ Հա, հիմնականում Հայաստանում չենք աշխատում։ Մեր խաղացողը Հայաստանում չի։ Այո։ Կարող ենք ասել, որ դա գումարի ներհոսք է Հայաստան դեպի։ Հիմա ուզում եմ ձեր ոլորտից դուրս, այդ ֆորմատը ընդիրի աշխատող է, ինքը ծառայության ոլորտի արտահանում է համարվում, ձեր ոլորտից դուրս, նաև պրոյեկտելով ձեր ոլորտում, դու ինչպես ես տեսնում մեր երկրի հայկական տնտեսության զարգացումը։ Համարում եմ, որ պետքա տնտեսություն զարգանում է արժեք ստեղծելով, ու տնտեսությունը չափվում է նրանով, թե մի մարդը ինչքան մեծ արժեք է կարող ստեղծի։ Դա անմիջապես կապված է նրա հետ, թե այդ մարդիկ ինչ գիտելիք ու ինչ կարողություններ ունեն։ Ոնց որ այդ շղթան տենց հետ քանդելով գալիս ես նրան, որ մենք պետքա զարգացնենք կրթությունը, այդ կրթությունը պետքա կոնվերտ անենք պրոդուկտների, ոնց որ մենք ենք անում, մենք այսօր պրոդուկտներ ենք ստեղծում, որոնք որ աշխարհի շուկայում տեղ ունեն։ Եվ այդ պրոդուկտները պետքա ոնց որ գեներացնեն գումար, որը որ գալիս է Հայաստան։ Էսա մոդել է։ Հա, ձեր մոդելից ելնելով։ Եթե ձեր ոլորտային խնդիրներին ու առանձնահատկություններից խոսենք, ինչ է հատկանշական կուզես անպայման խոսել դրա մասին։ Դե ոնց որ ասացի, մենք Հայաստանում պետքա ոլորտը ձևավորենք, կայացնենք եւ նուրը այդ մասով բազմաթիվ քայլեր արել տարիների ընթացքում, օրինակ Հայաստան ենք բերել աշխարհի ամենամեծ հակատոնը խաղերի, որ 3 օրվա ընթացքում մարդիկ հավաքվում են ու խաղեր են ստեղծում, հա։ Այդ երբ է տեղի ունեցել։ Դա առաջին անգամ արել ենք 2017 թվականին, վերջին անգամ 2026-ի հունվարին, դա այտենց ավանդույթ է ամեն տարի հունվարի վերջի այդ ուրբաթ-շաբաթ կիրակին Երևանում ինքը ամբողջ աշխարհում է լինում։ Հա։ Ու միաժամանակ տասնյակ հազար մարդիկ աշխարհում խաղեր են գրում, դրանք կարան լինեն on-line, offline, մենք Հայաստանում ինչ ենք անում, հայտարարում ենք մարդիկ հավաքվում են մի տեղ եւ այդտեղ իրար հետ խաղեր են ծանոթանում են, թիմեր են կազմում, խաղեր են ստեղծում։ Ոնց որ համաշխարհային կոմիտեն ամեն տարի մի թեմա է տալիս, մարդիկ այդ թեմայով խաղեր են ստեղծում։ Սա օրինակ ավանդույթ է, որ բերել ենք Հայաստան, հետո Հայաստանում խաղերի կոնֆերանս չի եղել, առաջի անգամ արել ենք 2020 թվականին ու դրանից հետո ամեն տարի կոնֆերանսը կազմակերպվել է։ Ստեղծել ենք հարթակ տարբեր, այսինքն խմբեր տարբեր հարթակներում, որտեղ որ մարդիկ կարողանում են հավաքվել Facebook-ում, Discord-ում, Telegram-ում, այդ հետաքրքրություն ունեցող մարդիկ միտեղ լինեն եւ շփվեն, իրար հարց տան, իրար օգնեն։ Այդ bootcamp-ն է, որ անում ենք, այսինքն ոլորտը զարգացնելու ուղղությամբ նոր coaching պրոգրամը, որտեղ որ ի տարբերություն bootcamp-ի, որտեղ որ մենք ստեղծում ենք մասնագետներ, ներողություն, ստեղծում ենք աշխատակիցներ, նոր coaching պրոգրամում ստեղծում ենք խաղային ստարտափներ, ու ընդ որում այս ամեն ինչը անում ենք բացարձակ անվճար։ Բոլոր այդ տարիների ընթացքում ինչ որ արել ենք, բոլորն անվճար են եղել։ Եվ վերջերս սկսել ենք կարճ վիդեոներ նկարել էլի խաղային, հա։ Ուզում եի դրա մասին խոսենք, որ դու քո էջում արդեն չէ, սկսել ես վիդեոբլոգների շարք եւ այնտեղ ներկայացնում ես ոլորտը, առանձնահատկությունները։ Մի փոքր մանրամասնի այդ բլոգների շարքի մասին, հա, ինչ նպատակի հետապնդում։ Էլի կրթությունն է նպատակը, կրթությունն է, այս ոլորտի մասին տեղեկացվածությունն է, այս ոլորտը ինչ առանձնահատկություններ ունի, ինչ հետաքրքրություն ունի, ինչ դժվարություն ունի, որովհետեւ մարդիկ ծանոթանան,
ավելի գրագետ լինեն, եթե իրանք իրենց խաղերն են ստեղծում ավելի քիչ սխալներ անեն, եթե ուզում են գտնեն նույն հետաքրքրություններով մարդկանց ու պրոյեկտներ անեն, իմանան որտեղ կարան փնտրեն, ոնց կարան գտնեն, այսինքն այս ոլորտի մասին պետք է ավելի շատ խոսալ, ավելի շատ տեղեկացնել ու այդ կարճ վիդեոները այսօր շատ մարդիկ հեշտ են սպառում եւ հաճախ դրանք ուղղակի ժամանակի կորուստ են մենք ոնց որ ուզում ենք դա ոնց որ եթե վիդեոները նայում են հա ինչ որ մի բան սովորեն մի օգուտ ստանան իսկ ավելի մասնագիտական ինչ որ բաներ ասելու ես որ ասել չգիտեմ որ ծրագրավորման կոդ լեզուները սովորեն այո այդտեղ ոնց որ հենց մասնագիտական խորհուրդներ են parza որ մի րոպեվա սահմաններում շատ դետալների մեջ չես կարող մտնես բայց խոշոր ուղղությունները կարևոր ոնց որ ֆունդամենտալ հարցերը բավականին լավ ստացվում է քննարկել օգտագործելով նաև մեր ֆորմատը դու կարող ես հիմա ասել թե օրինակ եթե հետաքրքրվողներ լինեն ոլորտային որ ուզում են ծրագրավորման տվյալ կոդինգի մեջ խորանալ թե ինչ ինքնուս ձևով կամ ինչ ձևով կարող են սկսել որ ծրագրավորման լեզուներից սկսեն հետաքրքրվել հա նախ ոնց որ ֆիքսենք որ մեր մոտ մենակ ծրագրավորողներ չեն խաղերի նախագծողները, այդ վիզուալ մասի ձևավորողները, չգիտեմ, կարան դիզայներներ հենց իսկ կարան երաժիշտներ լինեն նաև, որ խաղի դիզայնային ձևավորումն են անում, շատ տարբեր մասնագետներ կան, որ խաղային ոլորտում աշխատում են, ոնց որ ամեն մեկի սկսելու կետը տարբեր է, բայց սովորաբար մարդիկ սկսում են նրանից, որ ուզում են իրենց խաղ ստեղծեն, մի հատ պրոյեկտ են վերցնում ու մենակով անում են, որտեղ դե սկզբից թիմել չունեն, հա, ու այդ տեսանկյունից էլ թե կարճ խորհուրդ կտամ օգտվեն Unity գործիքից, Unity Game Engine-ից, tutorial-ներ շատ կան եւ խորհուրդ կտամ վերցնեն մի հատ փոքրիկ խաղ, ու այդ փոքրիկ խաղը հնարավորինս նույնությամբ կլոնավորեն, parza կրթական նպատակներով, ոչ թե կոմերցիալ նպատակներով, բայց ուղղակի նույնությամբ անեն սովորեն ոնց է նկարիչը արտանկարում է ու փորձում է հասկանա ոնց ձեռքը շարժի ինչ գույներ է օգտագործում նույն ձևի խաղ ստեղծելուց դու վերցնում ես խաղը նույնությամբ կլոնավորում ես որպեսզի հասկանաս այնտեղ ինչ արած ոնց արած ու դու դա ոնց կարաս անես դա առաջին քայլն է հետո դրանից հետո նոր գալիս է ստեղծագործական կտոր երբ որ սկսում ես քո խաղի գաղափարը արդեն իրականացնել, ստեղծել ու իրականացնել, շուկան ուսումնասիրել, հասկանալ թե ինչ խաղ արժի սարքել, ինչ ժանրի, ծավալներն ես ավելի լավ պատկերացնում այդ խաղորնեք քեզ, ասենք, ինչքան ժամանակ պետք կլինի, քանի հոգի պետք կլինի, ինչ մասնագետներ եւ այլն, որ դրանք ավելի հետագա փուլեր են։ Դե մեզ լսում դիտում են, եթե հետաքրքրվողներ լինեն մասնագիտական կողմնորոշման կամ ուղղությունների հարցում մեկնաբանություններում գրեն, մենք կարանք ուղղորդենք նաև դու ինձ թվում է խորհուրդներով կուղղորդես։ Սիրով։ Բիզնեսի մասին բլից հարց։ Պետք է ընտրել միայն մեկը։ Բիզնեսում որն է կարևոր՝ փորձ, գիտելիք թե համարձակություն։ Միայն մեկը չի աշխատելու, բայց եթե պետք է միայն մեկը ընտրեմ համարձակություն։ Առաջի տեղում, եթե երևի հա։ Համարձակություն։ Դա շատ է պետք լինելու էլի։ Եթե էլի խոսենք բիզնեսի մասին, դու քո անցած ճանապարհով ինչ խորհուրդ կտաս, էլի փորձենք ոլորտային դուրս գալ, էլի բիզնեսի դժվարություններից ելնելով, ինչ խորհուրդ կտաս նոր սկսնակ բիզնես ձեռներեցներին, ովքեր որ ուզում են իրենց բիզնեսը ստեղծել։ Պատրաստ լինեն դժվարությունների ու չմտածեն, որ դա հեշտ է լինելու, արագ է լինելու եւ այն սկզբնական ողջավորությունը, որ իրանք ունեն, հասկանան, որ դա անցնելու է ու շուտով գալու է դժվար կտորները ու դա երկար է տևելու, պատրաստ լինեն դրա։ Եթե դրան պատրաստ չեն, եթե չեն ոնց որ երկար կռիվ տալու իրենց գաղափարների ու նպատակների համար, ավելի լավ է չսկսեն։ Գուցե ավելի լավ է չսկսեն, չնայած ինչ որ փորձ կլինի, բայց հիասթափությունը ոնց որ շատ հեռու չի լինելու, եթե պատրաստ չեն երկար պայքարել ու համառել։ Դա արդեն զգայական մագարտակում է, չէ՞ զգացվում ոնց որ դու պատրաստ ես սկսելու, նաև գործիքակազմ, փորձ։ Չգիտեմ, երևի ներքին սովորաբար երևի լավ բիզնեսները ստեղծում են, երբ որ ինչ-որ մի հատ ներքին
մղում կա, ինչ որ մի հատ ցավ կա, որ այդ մարդը չի կարողանում առանց բիզնես սկսելու այդ ցավը լուծել։ Իսկ եթե դու չունես այդ եթե օրինակ նպատակը տենա շատ փող աշխատես, ինձ թվում է դա լավ իդեա չի բիզնես սկսելու, որովհետև շատ փող աշխատելը այդքան մեծ գաղափար չի, որ քեզ անընդհատ պահի այդ դժվարությունների պայքարի համար մոտիվացնի, որովհետև ինչ որ մի պայ ասելու ես, ասենք ես 3 տարի փող եմ կորցնում, դրա տեղը ինչքան փող կարայի աշխատեի, թողելու ես գնաս։ Բայց եթե ունես ինչ որ կարևոր գաղափար, որ փողից ավելի բարձր է, երբ որ ինչ որ մի բան չի ստացվում, իսկ տենց շատ է լինելու, դա քեզ մեկա մոտիվացված է պահում։ Իսկ թվում է քեզ ի՞նչն է մոտիվացված պահում։ Իմ համար շատ կարևոր է եղել, որ ես ունենամ լավ աշխատանք եւ կոմպրոմիսներ չունենամ։ Այսինքն, եթե օրինակ պրոյեկտս լավը չի, իմ համար դա ընդունելի չի եղել։ Եթե տեխնոլոգիան լավը չի կամ հին է, ասենք աշխարհը ինչ որ հետաքրքիր գործիքներ է օգտագործում, ես հələ քարի դարի գործիքներ եմ օգտագործում, դա իմ համար կոմպրոմիսային չի եղել։ Եթե ընկերության մթնոլորտը լավը չի եղել, մարդկանց մասնագիտական մակարդակը թույլ, այսինքն բազմաթիվ բաներ ա եղել, որ ես պատկերացրել եմ որն է իդեալական աշխատանքը, ու տենց անդադ փնտրել եմ, մտածել եմ, օքեյ, այստեղ հա ոնց որ թե կա, հետո այնտեղ ոնց որ թե կա, ու չեմ կարողացել գտնել։ Դա իմ օրինակ ամենամեծ ցավերից ա եղել, որ ես անդադ փորձել եմ գտնել տարիներով ու չի ստացվել։ Ու ստիպված գնացել եմ, ասել եմ, օքեյ, արի ստեղծեմ, մեն ինչ որ ես պատկերացնում եմ, որ պետքա բոլոր այդ համադրություններն ունենա, ու մինչև այսօր անընդհատ ոնց որ այդ դա ոնց որ պահել է, դեմոտիվացիան չի եղել։ Չէ, դժվարությունը շատ ա եղել, շատ ա եղել, որ մտածում ես, որ էս ինչ է, էլի ասենք, դի խելառն ես, որ շարունակես, բայց շարունակում ես, բայց հարցը դրանում չի, հարցը նրանում է, որ մինչև այսօր ոնց որ այդ ոնց որ ինչ որ բևեռային աստղ, այտենց անդադ հետևում ես դրան, որ դի գնաս դեպի այդ ուղղությամբ ու որոշումներ տես նաև կայացնում այդ, որովհետև եթե այսօր օրինակ ինչ որ ընտրություն լինի, ասենք շատ գումար աշխատել, բայց դրանից հեռանալ ընկերությունը չդառնա այնտեղ աշխատակիցների համար, որ մարդիկ հաճույքով են գալիս աշխատանքի ու հաճույքով են իրենց աշխատանք անում, իմ համար օրինակ դա ընտրություն չի, իմ համար դա շատ པարզ բան է, որտեղ ես սկսել եմ այդ գաղափարով դրանով ու որ པարզադապտի լինի։ Ուրեմն Նարեկ, նայ, մենք մի հատ հետաքրքիր խորագիր ունենք, երբ որ մեր հյուրերը հարց են տալիս հաջորդ հյուրերին, չիմանալով թե ով է։ Ես իհարկե քո հերթը որ կա հարցը կբարձրաձայնեմ, քո հարցն կլսեմ, բայց ես սկսել եմ նաև այդ հարցերը գողանալ եւ բարձրաձայնել։ Քո միտքը ուզում եմ էլի կրկին շարունակել ու ուզում եմ հարցնել, եթե դու այսինքն էնտուզիազմով պատմում ես ոլորտի մասին, հետաքրքրությամբ պատմում ես, եթե այդ ոլորտում բիզնես չձեռնարկեիր, ինչ այլ բիզնես ձեռնարկեիր կամ ինչ որ ցանկություն կա գալիք շրջանում նաև այլ բիզնեսով զբաղվելու մասին։ Դժվար ասել։ Չեմ պատկերացնում, այսինքն իմ համար տենց չի, որ ասենք, եթե սա չլիներ, ուրեմն parza այս մյուս ոլորտը կլիներ կամ չէ։ Ես պատկերացնում եմ, որ այս տարիների ընթացքում փորձ եմ կուտակել եւ ես պատկերացնում եմ, որ այդ փորձը պետքա հնարավորինս էֆեկտիվ ծառայեցնել տնտեսությանը, չգիտեմ, աշխատատեղեր են ստեղծվում, հարկեր են գեներացվում, արժեք է ստեղծվում եւ այլն։ Ու այդ տեսանկյունից եթե տեսնեմ, որ էլի ինչ որ բան կա, որ կարելի է ձեռնարկել ու լավ ստացվի, կանեմ, բայց ոնց որ հատուկ ինչ որ այս բանին աշխատում ենք օրինակ այդ խաղային ստարտափերի ուղղությամբ եւ դա դիտարկում ենք որպես բիզնես պրոյեկտ, այսինքն մենք ուզում ենք, որ դա ինչ որ այնց բարեգործություն չլինի, մենք ուզում ենք, որ այդ ստարտափերը, որ ստեղծում ենք, մենք այդ ստարտափերին հասցնում ենք տեղ, այդ ստարտափերը եւ Nur Games-ը եւ այդ ստարտափերը եւ այլ երրորդ կողմեր, որոնք որ կարան օգնեն այդ ստարտափերին տեղ հասնել, բոլորը բիզնես շահի կոմպոնենտ ունենան։ Օրինակ այս պահին ոնց որ դա հաջորդ տրամաբանական բանը, որ գնում ենք։ Իսկ եթե նայես քո անցած ճանապարհին, ինչ այլ կերպ կանեիր։ Այլ կերպ անելու շատ բաներ կա, բայց հարցը նրանում է, որ այսինքն որ հետ նայես, տեսնում ես, այս լավ չարեցիր, այս սխալ արեցիր, այս արժեր սենց անել են, արժերն են անել, բայց չէ որ դա է հենց ճանապարհը սովորելու։ Այդ սխալներն ու այդ թերություններն են, որոնք որ քեզ աճացնում են։
ոնց որ ինչ էլ լներ, պետքա տենց մի ճանապարհ լներ, այս սխալը չաներ, ուրիշ սխալ էր անելու, ու տենց հատուկ բան չեմ առանձնացնի, թվում է պետքա հաշտ լինես քո անցած ճանապարհի հետ, դրանք գնահատես որպես ամեն մեկը ինչ որ սովորելու հնարավորություն ու աճի ինչ որ դրվագ, հա, աճի դրվագ ու գնաս առաջ։ Հա։ Ու օքեյ լնես, որ հետո էլ է սխալներ անելու ու ոնց որ տեղից էլ ամեն անգամ ինչ որ տարբեր բաներ փորձես, սխալվես, սովորես ու աճես։ Նարեկ, ո՞րն է հաջողության բանալին։ Էդ սխալվել, սովորել եւ օքեյ լն դրա հետ։ Մեր ավանդույթների շարքին է պատկանում նաև գիրք նվիրելը, հատկապես բիզնեսի ոլորտում, բիզնեսի մոտիվացիոն գրքեր կամ ուսուցանող գրքեր, բայց բացառություններ եղել են, եթե կուզենաս մասնագիտական ուղղորդում տաս, կարող ես ընտրել, բայց ո՞րն է քո նվերը մեզ հետաքրքիր մեկնաբանություն հարց տվողին։ Երևի մի հատ գիրք կա, որ կոչվում է Ego Free Leadership։ Այս գիրքը իմ համար որպես ընկերության ղեկավար ինչ որ առումով մասնագիտական գիրք է, բայց այդ գիրքը շատ կամայական մարդու պիտանի գիրք է, որովհետև մեկը ծնող է, մյուսը, չգիտեմ, որդի է, հա, ասենք, չգիտեմ, ուսուցիչ է, բժիշկ է, կապ չունի, մարդկանց օրվա ընթացքում բազմաթիվ մարդկանց հետ են շփվում եւ այդ գիրքը խոսում է նրա մասին, որ շատ ժամանակ մարդկանց էգոն այդ շփումների ժամանակ բացասական դեր է ստանձնում ու խոսակցություններն ու շփումները կոնստրուկտիվ չեն լինում, որակով չեն լինում ու այդտեղ շատ բան է կորում։ Այսինքն մարդիկ ներվայնանում են, վիճում են, տխրում են, նեղանում են, ջղայնանում են, լիքը բացական բաներ է լինում, երբ որ իրանք չեն ճանաչում իրանց եւ չեն փորձում լսել ու ճանաչել դիմացինին։ Եվ այդ գիրքը դրա մասին է, ու ես կարծում եմ, որ դա լինելով շատ լավ մասնագիտական գիրք, նաեւ այնպիսի գիրք է, որ բոլոր մարդիկ արժի որ կարդան եւ ճանաչեն իրանց էգոն եւ կառավարեն դա։ Հեղինակին կհիշես, թե ցավոք չէ, ու ես շատ ժամանակ գրքի հեղինակներին կարդում եմ շատ, բայց հեղինակներին չեմ հիշում։ Չէ։ Եվ այդ քեզ բաժին հասած հարցը նախորդ հյուրի կողմից երկու ձևակերպում կա, մեկը վերաբերում էր երկու հյուրից է գալիս քեզ հարց, մի փոքր շրջադարձային փուլ է եղել մեզ մոտ, մեկը թե արդյոք դու անում ես այն ինչ որ անում ես սիրով ես անում, այդ ես խոսես դրա մասին, ու հիմնական հարցը ո՞րն է եղել քո բիզնեսում, քո կյանքում, բեկումնային, առանցքային շրջադարձային կետը։ Ինչ որ անում եմ, սիրով եմ անում, մարդիկ կան ունեն այդ, չգիտեմ ինչ ասեմ, տաղանդը ասեմ, թե ինչ որ կարան, չգիտեմ, երևի չակերտավոր հյուզելով անել։ Հա, ես չեմ կարում, ես իմ համար դա անհնար բան է, ուղղակի չեմ կարում։ Երկրորդ հարցը բեկումնային շրջանը, բեկումնային կետը բիզնեսում, կյանքում երևի այն պահը, որ մենք անցանք ծառայություններ մատուցելուց մեր պրոդուկտները ստեղծելուն։ Դա շատ դժվար անցում էր, շատ։ Եվ կա տարածված կարծիք, որ այդ երկու ընկերությունների ԴՆԹ-ները տարբեր են, այսինքն մտածելակերպը ու սովորաբար այդ անցումը չի հաջողվում։ Մեզ ստացվել է դա, ոնց որ բավականին բախտավոր ենք եղել կամ չգիտեմ համառ ենք եղել կոմպետենտ գուցե չգիտեմ բայց ստացվել է գուցե այդ ամեն ինչ իրար հետ ու մեզ ասում են որ դա ոնց որ անհավանական անցում է ու հետ հայացք որ նայում եմ հասկանում եմ որ դրա տակ իրոք բազմաթիվ հիմնավոր պատճառներ կային տենց մտածելու որովհետև իրոք շատ տարբեր է կյանքը բայց անհնար չի, դա մեր համար իրոք մեծ թռիչք է եղել։ Նարեկ, ո՞րն է քո հարցը մեր հաջորդ հյուրին։ Բիզնեսի տեսանկյունից։ Okay, շատ ժամանակ մարդիկ, ովքեր որ բիզնես ճանապարհ են անցնում, բազմաթիվ սխալներ են անում,
շատ դժվարությամբ են հասնում հաջողության, բայց հետո միայն ոնց որ լուսավոր կետերն են սիրում պատմել, երևի ձեր հաջորդ հյուրին արժի հարցնել արդյոք ինքը պատրաստ է իր դժվարություններից ու անհաջողություններից պատմի մյուս մարդկանց, որպեսզի մարդիկ հեշտ չդեմոտիվացվեն, երբ որ իրականության հետ, երբ որ իրականում տեսնում են այդ ամեն ինչը ինչքան դժվար է, որովհետև մարդիկ շատ հաճախ լսում են մենակ այդ հեշտ ու լավ պատմությունները, այդ այսբերգի մենակ վերևի կտորն են տեսնում, հետո իրանք անում են, տեսնում են իրանց մոտ չի ստացվում, իրանք մտածում են երևի իրանց մոտ ինչ որ հատուկ ինչ որ իրանցը չի, ոնց որ ես կուզենայի, որ մարդիկ, ովքեր որ ձեռներեցությամբ են զբաղվում, ավելի անկեղծ լինեն ու երևի հարցը դա։ Պատմեն նաև իրենց արդյոք պատմում եք կամ պատրաստ եք պատմել ձեր ֆեյլերի, դժվարությունների մասին ու դրանով ոնց որ դասեր տակ, սովորացնեք, միգուցե, չգիտեմ։ Գոնե օգնեք մարդկանց հեշտ չդեմոտիվացվեն, երևի տենց։ Նարեկ ջան, ինչ է բիզնեսը մեկ բառով։ Անորոշություն, չգիտեմ։ Շնորհակալություն։ Այսօրվա իմ հյուրն էր Nur Games ընկերության հիմնադիր Նարեկ Աղեկյանը։